Իսկ դուք ինչ կանեիք, եթե ձեր դասախոսը ամենաառաջին օրը մտներ լսարան եւ հայտարարեր, որ բոլոր տղաները պետք է բարձր ստանան, որովհետեւ իրենք տղա են, իսկ աղջիկները պիտի լավ պատասխանեն, որ բարձր ստանան։ Օրինակ, ես հենց այդ պահին չհամաձայնվեցի իր հետ ու սկսեցի բանավիճել։ Հա, իրոք, ուզում էի հասկանալ ինչի պիտի տղաները ավելի բարձր ստանան, ուղղակի նրա համար, որ իրենք տղա են։ Ու գիտեք, դասախոսս ինչ պատասխանեց։ Ասեց, քանի որ տղաները վաղը մյուս օր պիտի գնան բանակ, մեր հայրենիքը պաշտպանեն։ Բացի դրանից, այդքան էլ կարևոր չի, որ տղան լինի խելացի, ավելի կարևոր է, որ աղջիկը լինի խելացի։ Ինքը ասեց, որ տղաները հանգիստ կարող են չսովորել ու բարձր կստանան, իսկ աղջիկները պարտավոր են սովորել ու դրանից հետո նոր միայն կստանան բարձր գնահատական։ Ես իհարկե կողմ եմ, որ պիտի սովորես, որպեսզի ստանաս բարձր գնահատական։ Ուղղակի չէի համակերպվում տղաների արտոնության հետ։ Ու այն էլ չպատճառաբանված, ինչը նշանակում տղաները կարող են այդքան էլ խելացի չլինել։ Իրականում պարտադիր պայման է, որ եւ տղաները եւ աղջիկները լինեն խելացի ու ձգտեն ավելի խելացի դառնալու։ Իհարկե լսարանում մի քանի աղջիկներ իմ հետ համաձայն էին ու մենք բոլորով սկսեցինք այդ դասախոսին հակադարձել, բայց ինքը անսասան էր ու մնում էր իր կարծիքին։ Ու գուշակեք, ես ինչ արեցի։ Ուղղակի դուրս եկա լսարանից ու իր դասերին էլ չմասնակցեցի, որովհետեւ մտածեցի, որ այդպիսի մասնագետից ես հաստատ ինչ-որ բան չունեմ սովորելու։ Մեր մեջ ասած ինքը նորմալ դաս չէր անում, ամբողջ օրը ինչ-որ կենցաղային թեմաներ էր քննարկում։ Պիտի խոստովանեմ, որ կիսամյակի ընթացքում եւս մի դասի ներկա եմ եղել ու այդ դասի ժամանակ ավելի աբսուրդ խոսակցություն է եղել։ Եթե հետաքրքիր է, գրեք, անպայման կպատմեմ հաջորդ մասում։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել ու անպայման սրտիկել այս վիդեոն։